Ողջույն։ Բուն TV podcast-ային տաղավարում սկսում ենք արհեստական ննդեմ բանականի podcast-ի նոր եթերաշրջանը։ Այս podcast-ի շրջանակում քննարկում ենք արհեստական բանականությունը, դրա զարգացումները, ինչպես նաև ազդեցությունը այլ ոլորտների վրա։ Այսօր խոսելու ենք խոսքից տեքստ, տեքստից խոսք փոխակերպող գործիքի, ինչպես նաև առողջապահության ոլորտում կիրառվող AI գործիքի մասին։ Այս թեմաների շուրջ զրուցելու ենք Cast հետազոտական լաբորատորիայի արհեստական բանականության թիմի ղեկավար Կարեն Ավետիսյանի հետ։ Ողջույն Կարեն։ Բարև ձեզ։ Կարեն, սկսենք երևի, թե ընդհանրապես դուք ոնց հայտնվեցիք այս ոլորտում, արհեստական բանականության ոլորտում, միգուցե ինչ-որ բան ձեզ ոգեշնչեց, չգիտեմ, օրինակ գիրք, ֆիլմ կամ ինչ-որ մեկը ոգեշնչեց կամ դրդեց այդ քայլին։ Դժվար հարց եք տալի, ճիշտ ասած։ Այդ երևի թե երկրորդի 6-րդ կուրսի սկիզբ է եղել, երբ որ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում սովորում էի, ճիշտ ասած, արհեստական բանականություն կողքից ասում էին, մեկ էլ չէր մի հատ կուրս էր, այն ժամանակ չգիտեի ում կուրսն էր, բայց բացվեց այդ շատ հանրահայտ մատու կուրս էր, Andrew Ng կլասիկ մեքենայական ուսուցման արհեստական բանականության կուրսերից էր, ու տենց սկսեցի նայել ու չգիտեմ, հետաքրքրվեցի այն բանով, որ մեքենաները կարող են ինչ որ մի բան գուշակել, հա, իրանով ոչ ալգորիթմական ինչ որ սցենարներով, հա, ուղղակի այն ինչ որ մարդը կարողանում անի, իրանք էլ սկսում են կարողանալ անել, ու տենց հետաքրքրվեցի ու փորձեցի խորանալ դրա մեջ։ Հետաքրքիր է, իսկ ոնց սկսեցիք թիմը ձևավորել Cast-ի, որովհետև 2017 թվականին ձևավորվեց այդ թիմը, ոնց հավաքվեց։ Նայեք 2017 թվականին ձևավորվեց մեքենայական ուսուցման, այդպես ասված, արհեստական բանականության, ես այդ բառը չեմ սիրում, բայց արհեստական բանականության բառը չեք սիրում։ Ինչի՞։ Չգիտեմ, ինչ որ ավելի sense հումանիտար բառը, չգիտեմ ոնց ասեմ, էլի, մեքենայական ուսուցումը կամ խորը ուսուցումը ավելի պրոֆեսիոնալ բառեր են, հա, որպես կիրառում, բայց արհեստական բանականությունը բոլորը օգտագործում են, դրա համար ես էլ ոնց որ օգտագործում։ Ես գիտեք ինչ եմ մտածում, արհեստական բանականությունը սխալ է թարգմանված հայերեն, որովհետև artificial intelligence ենք ասում, искусственный интеллект ենք ասում, այստեղ ինտելեկտ բառերի մասին է խոսքը եւ ոչ թե բանականության։ Ու ես մի քիչ ուղղակի այդ իմաստով համաձայն չեմ արհեստական բանականություն բառի հետ։ Ես իրականում AI, հա, EE այդ բառերի հետ համաձայն չեմ, որովհետեւ ինչ որ շատ sense ավելի ռեկլամի համար ինչ որ բառեր են, քան Տենց էլ պիտի լիներ, չէ՞։ Հա, դե, հա, երևի թե, հա։ Այդպես էլ պիտի լիներ, որ ավելի հեշտ հիշվող լիներ ու մարդիկ այդքան չվախենային, որովհետև machine learning ասում ենք, մեքենայական ուսուցում, մարդիկ միանգամից հետ են քաշվում, որովհետև ես էլ Պարզ չի ինչ է նշանակում իրականում, հա։ Հասկանում եմ, հա։ Արհեստական բանականությունն էլ շատ պարզ չի թե ինչ է, բայց Հա, դե նայեք 2017 թվականին ստեղծվել էր հայ-ռուսական համալսարանում խումբ համակարգային ծրագրավորման ինստիտուտի կողմից, որը Մոսկվայում է գտնվում, հա, համատեղ հայ-ռուսականը եւ այդ ինստիտուտը իրար հետ ստեղծեցին այդ խումբը, հա, այսպես ասած, բայց դրանից առաջ նույն խումբը ուրիշ ուղղվածությամբ, կոդի անալիզի ուղղվածությամբ արդեն կար ԵՊՀ-ում մոտավորապես 2008 թվից է, եթե չեմ սխալվում այդ խումբը։ Ես ուղղակի 2017 թվականին միացա արհեստական բանականության թիմին։ Այդ թիմը ղեկավարում էր Ցոլակը Ղուկասյան, մենք իրար հետ ոնց որ աճեցինք, հետո ինքը գնաց, ես դառա այդ խմբի ղեկավարը, ու հիմա ոնց որ մենք 2021-ի վերջում այդ Cast, որ ասում եք, հա, Cast գիտահետազոտական կենտրոնը, մենք ոնց որ այն թիմը, որը ԵՊՀ-ում էր, եկել էր Սլավոնական, ու մենք միացանք ոնց որ իրար հետ ու արդեն ստեղծեցինք այդ կենտրոնը։ Կենտրոնում հիմա մի քանի ուղղվածություն կա, ոնց որ արհեստական բանականություն ուղղվածություններից մեկն է։ Ինչ գործունեություն եք ծավալում, որովհետև պիտի խոսենք ձեր գործիքից VAM-ից, որը մինչև այդ կոչվում էր Voice Cast-AM կամ Armavir։ Ինչ էր կոչվում Armavir, դեպի միշտ հետաքրքրել է։ Իրականում այդ ոնց որ երբ որ ստեղծել ենք այդ գործիքը, հա, խոսքից տեքստ գործիքը, դե մտածում ենք ոնց մի հատ թեստավորենք ռեալ մարդկանց վրա, պետք է ինչ-որ արագ մի բան սարքել։ Մենք ինչ անուն դնենք, մտածում ենք, դե Armavir-ներ ոնց ստեղծվեց, ինքը Armavir-ը բանն է, ոնց որ Armenian
voice recognition Արմավիրի հետ ընդհանրապես կա։ Մեր իմացած արմավիրի հետ կապ չունի։ Առաջի 3 տարը մի տեղից վերցրեցի, 2 տարը մյուս տեղից, ասենց ինչ որ խառնեցի իրար արմավիր ստացվեց։ Ну տենց արմավիրը տենց ստեղծվեց, այդ բայց առաջի ոնց որ թեստային թեստային տարբերակներ, որը որ դրեցինք բաց, որ օգտագործեն մարդիկ։ Շատ հավես գործիք է, սա կխոսենք թե կոնկրետ ինչ գործիք է։ Որտեղից եք գտնում տվյալներ, որովհետև ինձ թվում է Հայաստանում այդ տվյալները, խոսքային տվյալներ գտնելը ավելի բարդ պիտի լինի, արդյոք համագործակցում եք, չգիտեմ, տեղական կամ միջազգային կազմակերպությունների հետ այս հարցում, որովհետև ես հիշում եմ, որ 2024 թվականի փետրվարին էր, եթե չեմ սխալվում, հունվար-փետրվար ամիսներին, Nvidia-ն Երևանի պետական համալսարանի հետ համատեղ կատարում էր այնց կամավոր ձևով մտնում էիր, ձայնագրում էիր կամ լսում էիր մյուսների ձայնագրված տեքստերը, ուղղում էիր, որոնք որ լավն էին, ասում էիր, կարող եք օգտագործել, որոնք չէ։ Ես իհարկե բավականին ուշ հիշեցի դրա մասին, վերջին օրը, երբ որ ինձ ուղղակի հիշեցում եկավ, ես հիշեցի, ես sense բան պիտի անեի, բայց մի ժամ մտել աշխատել եմ, հավես էր։ Նայեք, տվյալների հետ կապված իհարկե ինչ որ բաներ չեմ կարող ասել, ինչ որ բաներ կարող եմ ասել, մեր ոնց որ իդեան նրանում է, որ մեր ալգորիթմի ունիկալությունը նրանում է, որ մենք հիմա օրինակ ասեք ցանկացած լեզու, հա, սակավառեսուց, որի համար տվյալներ չկան, հա, չգիտեմ։ Օրինակ ղրղզերեն, հա, քիչ են տվյալները, կամ չգիտեմ, յակուտերեն, կալմիկերեն, չգիտեմ, Ռուսաստանում լիքը տենց լեզուներ կան։ Մենք ցանկացած լեզվի համար այս բանին կարող ենք այդ տվյալները քիչ տվյալներով ստանալ լավ արդյունք։ Ալգորիթմի ոնց որ ունիկալությունը դրա մեջ է, այսինքն մեր թիրախը սակավառեսուց լեզուներն են ու տվյալների քանակը մեր մոտ իհարկե հիմա շատ են, հիմա 30,000 ժամ մոտ ունենք մենք հայերենի համար, բայց երբ որ սկսում ենք իհարկե այդ ամեն ինչը չկա, մենք բայց սկսում ենք open source տվյալներից, հա, որոնք որ ինչ որ տարբեր տեղերից գտնում ենք։ Իսկ համագործակցում եք միջազգային կամ տեղական կազմակերպությունների հետ։ Չէ, չենք համագործակցում, որ տվյալների տեսանկյունից մենք չենք համագործակցում, այսինքն տվյալները, չգիտեմ, դրված էին մի քանի ժամ այստեղ, մի քանի ժամ այնտեղ դրված կային, որտեղ սղագրած էին հա այդ տվյալները, իրանց վերցրել ենք ու իրանց հիման վրա արդեն ստեղծել ենք։ Հա իհարկե մենք խոսում ենք տեխնիկական առումով խոսում ենք տարբեր մարդկանց հետ, որ քանի որ նոր ենք մտել խոսքից տեքստի դաշտ, մենք ուզում ենք հասկանանք տեխնիկապես ոնց է աշխատում ամեն ինչը ու խոսում ենք, խորհուրդներ ենք հարցնում, այդ մակարդակի վրա, հա, բայց ռեալ տվյալների տեսանկյունից չէ, հասկացա։ Ինձ թվում էր պետք է որ համագործակցեիք, բայց փաստորեն չէ։ Հետաքրքիր է այդ դեպքում Nvidia-ն ինչի համար էր այդ տվյալները հավաքում։ Ես մտածում էի, ձեր հետ համագործակցություն կա։ Նայեք, ռեալ որ այն գործիքը, որ մենք ստացել ենք, ինքը, նո ճշգրտությունը ահագին մեծ է։ Հա, բավականին բարձր է, ես ասում եմ, որովհետև ես ինքս շատ հաճախ օգտագործել եւ հիմա էլ օգտագործում եմ այդ գործիքը։ Այդպես ճշգրտություն ստանալու համար Nvidia-ն օրինակ ես չեմ հիշում ճիշտն ասած ինչքան են հավաքել, բայց մոտ 30 ժամի կարգի են հավաքել, իսկ այդպես ճշգրտություն ստանալու համար պետքա նո տասնյակ հազարավոր տվյալներ արդեն։ Հասկացա։ Այսինքն այդ մեծ հաշվով ոչ մի բան չէր տալու, եթե նույնիսկ համագործակցեիք, հասկացա։ Շատ լավ, հետաքրքիր է։ Այդ խոսքից տեքստ փոխակերպող եւ հակառակը խոսքից տեքստից խոսք փոխակերպող գործիքը օգտագործելիս սկզբում ես օգտագործում եի իհարկե խոսքից տեքստ փոխակերպողը, որովհետև շատ հաճախ է ինձ պետք գալիս իմ աշխատանքի բնույթից ելնելով ու ասեմ որ իրոք դուք խոսեցիք ճշգրտությունից, բավականին մեծ ճշգրտություն ունի ու ես նկատել եմ որ նաև կետադրությունն է բավականին լավը։ Ես կետադրությանը միշտ շատ ուշադրություն եմ դարձնում ցանկացած բանի, մարդիկ ինձ համար ոնց որ գրագիտությունը նաև այդ կետադրությունը որոշվում ու այստեղ հետաքրքիր է որ բավականին լավն է կետադրությունը ես կետադրության վրա շատ մեծ ժամանակ չեմ ծախսում իր վրայով անցնելիս ոնց եք հասել դրան Կետադրությունը իրականում մեր մոտ որ պատկերացնեք արել է երրորդ կուրսի ուսանող այդ մասը այսինքն կետադրությանը մենք հասել ենք հա էլի իհարկե իմ ղեկավարության տակ բան չունեմ ասելու բայց երրորդ կուրսի ուսանող է արել էլի տվյալները հա տաղանդավոր ուսանողներ ունենք դրա համար ստացվում է մեկ-մեկ տվյալների էլի շատություն հա որոշ տեղ
տեխնիկական հնարքներ ու արդյունքը լինում է։ Ես ճիշտ ասած չգիտեմ ոնց ավելի հանրամատչելի ձևով բացատրեմ, բայց չէ, ինքը բավականին հանրամատչելի ձևով բացատրեցիք։ Հետաքրքիր է, շատ հավես է, էլի, որ մտածում ես, ինձ ուղղակի տեքստի վրայով անցնում ես, լրագրողների համար ինքը բավականին մեծ ժամանակ է խնայում, բայց գիտեք ինչն է հետաքրքիր, այս լրագրողների համար ասացի ու հիշեցի, շատ լրագրողներ չգիտեն այս գործիքի մասին։ Ես ոնց որ Կես դրույքով նաև զբաղված եմ ձեր PR-ով, մենք բոլորին ում հնարավոր է ուղարկում եմ, էլի, ովքեր որ կարող է ինչ-որ սղագրելու եւ այլնի հետ կապված գործ ունենալու, ասում եմ, հա, ես դες ցակ ուղարկեմ հայկական արտադրության գործիքը, այնց հայկական արտադրանքը միշտ գովում եմ։ Ու ինչի չգիտեն։ Նայեք, այդ լավ հարց եք տալի, որովհետեւ պատմականորեն, հա, այդ cast, որ ասում եք, մենք գիտահետազոտական կենտրոն ենք, այսինքն մենք գիտնականներ ենք։ Մենք աշխատում ենք, չգիտեմ, Huawei-ի հետ, Samsung-ի հետ, Սիլիկոնյան հովտի ինչ-որ տարբեր կազմակերպությունների հետ, հա, իրար հետ համատեղ պրոյեկտներ ենք անում, բայց գիտահետազոտական պրոյեկտներ, այսինքն сайт չենք սարքում իրանց համար, հա, եթե ինչ-որ խնդիր կա, որ իրանք չեն կարողանում լուծել իրանց մեջ, հա, իրանք սկսում են փնտրել ինչ-որ խմբեր, որոնք կարողանան այդ հարցերը լուծեն։ Ու մենք տենց թմերից մեկն ենք, էլի։ Այսինքն մենք զբաղվում ենք գիտությունով ու մի քիչ այդ տեսանկյունից բան չենք, հա, դեռ չգիտենք ոնց լավ PR անել, հա, դեռ նոր սովորում ենք, նոր սկսել ենք այդ ճանապարհը, դրա համար հա կարող է ինչ որ տենց այդ առումով մենք որովհետև ինքը շատ լավ գործիք է ու պետքա մի հատ բում արած լիներ, բայց այդ բումը չի եղել։ Շատ լրագրողներ, շատ խմբագիրներ ընդհանրապես ասում են, որ իրենք շատ դեմ են արհեստական բանականությանը եւ այլն եւ այլն։ Ես որ բացատրում եմ ինչ գործիքներ կան ու ոնց կարելի է այդ կիրառել ու ինչքան ժամանակ կխլի չէ, կպահպանի իրենց լրագրողների համար այդ գործիքը կիրառելը ու մեծ հաշվով իրենց ստեղծագործականությանը ընդհանրապես չի գտնում, էլի, այն ինչից որ շատ վախենում են այդ խմբագիրները, այնա որ կկպնի այդ մարդկանց ստեղծագործականությանը ու մարդիկ չեն ուզենա այդ ստեղծագործեն, կտան արհեստական բանականությունը կանի։ Այս դեպքում այդ խնդիրը ընդհանրապես չունենք, բայց մարդիկ վախենում են ու հաճախ վախենում են, որովհետև չգիտեն ինչա ու ինչի համար կարելի է օգտագործել։ Դժվար է, դաժան է։ Նայեք, ոնց որ արհեստական բանականությունը, որ հիմա զարգանում է, հա ChatGPT-ին, ընդհանուր զարգանում են ինչ որ նկարների բան գեներացիայի ինչ որ գործիքներ են, հա, զարգանում։ Sense tenants ինքը հասնել է, ոնց ինչքան արագ սովորես օգտագործել, այդքան ավելի էֆեկտիվ կլինես, ավելի արագ կգնաս, դրա համար վախենալու, չգիտեմ, ոնց որ վախենալու իմաստ չկա։ Դուք չեք վախենում արհեստական բանականությունից, հետաքրքիր է։ Իսկ զարգացումների տեմպից։ Չէ, մեկ-մեկ ոչ թե վախենում ես, այլ չգիտեմ, ընկնում ես ինչ-որ դիպրեսիայի մեջ, որ այդ մեծերը այդքան արագ ինչ որ բաներ են անում, դու կարող ես չհասցնես իրանց հետևից, որովհետև շատ ռեսուրսներ է պահանջում, հա, հաշվողական, հա, այդ GPU կոչեցված 100,000-ներով իրանք օգտագործում են, իսկ մենք Հայաստան 64 հատ հազիվ կարողանում ենք բերենք, էլի այդ շատ դժվար մի քանի տարվա մեջ, չէ։ Հա։ Շատ դժվար։ Հա, իրոք շատ դժվար է, բայց այդ նաև դժվար է այդ օրինակ GPU-ների բերելու հետ կապված, ինձ թվում է դժվար է նաև այն մակարդակում, որ, չգիտեմ, պետական մարմիններում շատ հաճախ չեն պատկերացնում, թե այս ինչ մեծ ուժ է։ Իսկ արհեստական բանականությունը այս պահին նոր նավթ է, էլի կարելի է այդպես ասել։ Ու չօգտագործել կամ ներդրումներ չկատարել, մեծ մասշտաբի ներդրումներ չկատարել այս ոլորտում, չգիտեմ, սխալ է։ Շատ սխալ է։ Դա այդ առումով իրոք երևի թե լավ կլիներ Հայաստանը կառավարության մակարդակի հա որոշումներ կայացնել, որովհետև խմբեր կան։ Հա։ Իրոք խմբեր կան, որոնք կարողանան այդ ռեսուրսները օգտագործեն, բայց ինչ-ինչ պատճառներով մեկ այդ ռեսուրսները չեն։ Իսկ դուք փորձել եք կառավարության պետական որևէ մարմինների հետ խոսալ այս թեմաներով։ Հա իհարկե դե անընդհատ խոսում ենք իրանց հետ։ Իրականում իրանք շատ նույն ԲՏԱ նախարարությունը շատ բաց է, ոնց որ փորձում է ինչ-որ բաներ անի, հաց չկա այդ։ Ուղղակի երևի թե այստեղ արդեն նախարարության տեմպերի հետ է կապված, հա նախարարությունը մի քիչ ավելի տենց ստաբիլ մարմին է, ավելի դանդաղ է։ Հա։ Մեր IT ոլորտը ուղղակի շատ արագ է։ Շատ, անհամեմատ ավելի արագ է զարգանում ու դրա համար եմ էլի ասում, այդ զարգացման տեմպերը, այն որ մարդիկ չեն կարողանա հարմարվել, համակերպվել այս զարգացման տեմպերին, այդ չի վախեցնում։
Նայեք, իրականում ոնց որ մարդկանց ժամանակ է պետք գալու։ Զարգացումը գնում է։ Բայց մենք այդ ժամանակը չունենք։ Մենք մարսելու ժամանակ չունենք։ Մենք անընդհատ այսօր նոր գործիք է դուրս գալիս։ Ես եթե մի օր ուղակի չեմ մտնում, չեմ ստուգում ինչ գործիքներ կան, հաջորդ օրը մեկ էլ տեսնում եմ, որ ես լիքը գործիք ունեմ փորձարկելու ու ուղակի ժամանակ չունեմ։ Այդ ամբողջը ու հələ դու չես հասցրել մի հատ լավ հասկանալ, թե այն մեկը որ փորձարկում էիր ինչ էր անում իրականում։ Հա, այդ մեծ խնդրեմ է, ուղղակի մի կողմից պետք է ոնց որ խորհուրդը ստեղենա, որ պետք է հասցնել, փորձել գոնե հասցնել, գոնե ձեր համ հասցնես ապրել, համ հասցնես այդ տեմպերին մի քիչ դժվար է։ Հա, հիմա մի քիչ դժվար է, իմ կարծիքով երևի թե տենց մի 5-10 տարուց մենք կհասնենք ինչ որ sense ավելի hard վիճակի, ավելի ստաբիլ, որ այդքան արագ չի զարգանա, որովհետև չի կարելի անընդհատ տենց շատ կտրուկ զարգանալ, բնական չի։ Տվյալների սպառման հետ կապված, որ ասեք այդքան արագ չի կարող զարգանալ։ Ճիշտ է, մի քիչ շեղվում ենք մեր թեմայից այն ամենից, ինչ որ պետք է քննարկենք, բայց շատ եմ լսում, որ տվյալները սպառվում են, առհասարակ արհեստական բանականությանը ուսուցանող տվյալները սպառվում են, ու այս ինչ է նշանակում, այս կդանդաղեցնի արդեն տեմպերը։ Նայեք, առաջինը հա, տվյալները սպառվում են, իրանց հիմա արդեն ինչ որ սպառման վրա են, իրանց փորձում են ավելի էֆեկտիվ օգտագործել, ֆիլտրելու ալգորիթմներ են ինչ որ հնարում, հա, որ ավելի քիչ տվյալներով շատ բան ստացվի, փորձում են ինչ որ բաներ անել։ Դեռ առաջ գնում ենք, դեռ չենք սպառել մեր ոնց որ ունակությունները, հա, մարդկությունը չի սպառել, դեռ առաջ կգնա։ Ուղղակի իմ տեսանկյունից այդ արհեստական բանականությունը, որ մենք մտածում ենք, հա, չգիտեմ, Terminator-ն է, հա, երևի ամենա այդպես մեր աչքերի առաջ չեմ մտածում, բայց հա։ Եթե վերցնեք օրինակ Terminator-ը, հա, որը կարողանում է հասկանալ, հա, միանգամից նոր բաներ սովորի, ինչ որ նոր բան հնարի, դրան հասնելու համար երևի թե այն ալգորիթմները, որոնք մենք հիմա ենք օգտագործում, իմ տեսանկյունից, հա, չեն հասնի մեզ մինչև այդտեղը։ Հա։ Բա այդ դեպքում AGI շատ ենք շեղվում wave-ից, բայց այդ դեպքում AGI-ի մասին են անընդհատ խոսում, ձեր նշած գործողությունները կարողանա կատարել AGI-ը, չէ՞, այսինքն Artificial General Intelligence-ը, այս դեպքում ես շատ եմ լսում, օրինակ, չգիտեմ, Claude-ի Anthropic-ի բանը ղեկավարը տնօրենը ասում էր, որ մինչև 2026 թե 2027 թվական կհասնենք AGI-ին, այնց տարբեր Ray Kurzweil-ը ասում էր 2029-ին, մոտավորապես այդքան ասում էր Elon Musk-ը, բայց այդ ինչի հիման վրային ասում։ Նայեք, առաջինը, ինչ ենք մենք հասկանում AGI։ Կարելի է AGI-ը ինչ որ բան անվանել ու ասել մենք հասել ենք։ Հա։ Այդ մեկ։ Երկրորդը պետք է երևի թե նայել, եթե երբ որ Anthropic-ի ղեկավարը ասում է, որ 2026-ին կհասնեն, պետք է երևի թե մի հատ բիրժա գնալ, նայել թե Anthropic-ի ակցիաները ոնց են աճում այդ ասելուց հետո։ Այստեղ տարբեր ֆակտորներ կան, իհարկե։ Իհարկե կարող է ես ամբողջ ինֆորմացիան չունեմ բնականաբար, ես այդ մեծ ֆիրմաների տնօրեն չեմ, հա, կարող է իրանք ինչ որ մի բան գիտեն, որ ես չգիտեմ։ Որ ասում են, մի բան գիտեմ, որ ասում են։ Բայց ճիշտ ասած, այն ինչը որ նայում եմ, այն ինչը որ տեսնում եմ, հա, ոնց է զարգանում, դեռ շուտ է խոսել AGI-ի մասին։ Եթե այն AGI-ն ենք պատկերացնում, մենք կտեսնենք, իսկ ասեմ ասեմ։ Մենք մեր կյանքի ընթացքում էլ նկատի ունենք։ Դեռ բաց չի, ճիշտ ասած, կտեսնենք թե չի, եթե մենք նկատի ունենք այն AGI-ը, որ ինքը հնարում է ինչ որ նոր բաներ, ընդհանրապես նոր, հա, ոչ թե հների վրա հիմնված, ինքը հասկանում է մեզ։ Այդ դեպքում մենք հնարում ենք ինչ որ նոր բան։ Մենք բոլորս ունենք background, չէ՞, մենք ինչ որ բաների վրա հիմնվել ենք, բայց մենք արդյոք այդ նոր բանը։ Չէ, ճիշտ եք ասում, այդ առումով մարդիկ են ոնց որ հին բաների վրա հիմնված, բայց մարդիկ ավելի, չգիտեմ ոնց ասեմ, ավելի կրեատիվ են, ավելի ոնց որ իրանց պրիզմայի տակ որ նայում են, ավելի տարբեր ուղղությունների կարան բերեն, հա, չգիտեմ, դժվար է այս բանը բացատրել, այստեղ ավելի շատ գիտեք AGI-ի ամենամեծ ոնց որ իմ տեսանկյունից ամենամեծ ոնց որ feature-ը, հա, կլինի այն, որ ինքը կկարողանա սովորել շատ արագ, օրինակ չգիտեմ, իրան բերեցին, իր դիմացը դրեցին ինչ որ նոր գործիք,
Ասցին էս-էսա։ Մարդը հիշեց, մի անգամ մարդուն ասեցիր, հիշեց, լավ, երկու անգամ ասցիր, հիշեց, մի հատ մոռացավ։ 2-3 անգամ պետք է։ Հա, մի հատ կարողա մոռացավ։ Հիմիկվա մեր ոնց որ եղած գործիքները, հա, այդքան արագ չեն կարող հիշել նոր բանը, չեն կարող իրանց հետ ինչ որ համագործակցել, հա, լիքը տենց տարբեր նյուանսներ կան, որ իրանք դեռ կաղում են, էլի։ Ինչ որ փոքր բաների վրա իրանք ընդհանուր նկարը պատկերացնում են, հա, ընդհանուր թեմատիկայով շատ լավ կարող է խոսան։ Ինչ որ կոնկրետ թեմատիկայով եթե իրանք սորացնես, էլի շատ լավ կարող խոսան, բայց երբ որ դետալները արդեն սկսում են չգտնել, միտեղ այդ հալյուցինացիաներ ասվածը, որ կարող է ինչ որ բան ասեն, որ ֆակտ ասեն, որը իրականում չկա, հա։ Շատ մարդիկ վերցնում են այդ որպես փաստ իրականում։ Հա։ Այդ փաստերը մեկ-մեկ գոյություն չունեն, բայց ինքը ասում է, հա, ու տենց լիքը կետեր կան, հա, ու ամենամեծը երևի թե այդ կարող ենք մենք իրան հավատալ թե չէ, հա, այդ safety մասը, ու safety ու reliability մասը, հա, կարող ենք մենք իրան արդյոք հավատալ, ապահովել իրան հավատալը թե չէ, մարդիկ տենց մի ամբողջ կյանք են պատմում արհեստական բանականություն։ Փոքր նյուանսներ կան, որոնք բերում են նրան, որ հա ինքը արհեստական բանական այն ինչ որ մենք հիմա հասել ենք շատ լավ է, շատ է օգնում տարբեր ոլորտներում, բայց ռեալ ինքը դեռ չի հասնում մարդուն այդ դետալներում։ Վերադառնալով VM-ին, ինչից որ սկսել էինք, օրինակ հետաքրքիր է ձեր գործիքը կարողանում է տարբեր առոգանություններ ու տարբեր բարբառներ, հայերենի տարբեր բարբառներ հասկանալ։ Նայեք, առաջինը մի հատ բան ասեմ, որ VM-ը իրականում մեր cast-ի մաս էր, բայց դուց եկա, որ spin-off որպես startup արդեն գնաց էլի ոնց որ դրա համար cast-ն ու wave-ը հիմա տարբեր բաներ են, բայց պատասխանեմ հարցին այդ առումով հա նայեք այն բարբառները, որոնք մոտիկ են երևանյան բարբառին, այսպես ասենք, իրանք հա ահագին լավ ինքը հասկանում է։ Գյումրվա բարբառը հասկանում է, մի քիչ կաղում է, բայց ահագին լավ հասկանում է։ Օրինակ Արցախի բարբառը արդեն չէ, Արցախի բարբառը շատ է տարբերվում։ Ես փորձարկումներ կատարեցի, որոշեցի հասկանալ ինչքանով է տիրապետում, ինչքանով չէ, մշո բարբառով, սասնա բարբառով տվեցի, այս այն բարբառներն են, որոնցով շատ քիչ խոսացող մարդ է մնացել իրականում, ու գիտեք ինչն է հետաքրքիր, որ ChatGPT-ին կամ Claude-ը կարողանում են շատ լավ գրել այս բարբառներով, ChatGPT-ին օրինակ գրաբարով շատ ավելի լավ է խոսում, քան արևելահայերենով, քան այն հայերենով, որով մենք խոսում ենք, ինչը զարմանալի է։ Այս ինչի եմ ասում, ես նյութ էի պատրաստում այն մասին, որ արհեստական բանականությունը գրաբար եւ բարբառներ է կարողանում խոսել մեզնից շատերից շատ ավելի լավ։ Ու երբ տվեցի, որ ինքը կարդա, շատ լավ էր կարդում էլի, որ շատ ավելի լավ էր կարդում։ Այդ նյութը եղել է սեպտեմբերին։ Դեռ այս նոր թարմացումները չկային էլի։ Այդ ժամանակ ինքը արդեն գրաբար շատ ավելի լավ էր կարդում, քան արևելահայերեն։ Ինչը հետաքրքիր է։ Բայց գրաբար չեմ փորձել, օրինակ Wave-ին նոր հիշեցի, որ Wave-ին չեմ փորձել գրաբար, բայց գյումրվա բարբառներ, որ բավականին լավն էր, մշո բարբառը այդքան էլ չէ, Արցախինը չէ, այդքան էլ չէ։ Արցախինը շատ է տարբերվում։ Մենք իրականում հիմա update-ը սպասվում, հա, այդ update-ից հետո մի քիչ իրավիճակը կփոխվի դեպի լավը։ Սպասվում է մոտակա ժամանակում արևմտահայերենը։ Արևմտահայերենը այսպես թե այնպես ավելի շատ մարդիկ են խոսում, հա, միանշանակ, քան մնացած մյուս փոքր բարբառները, բայց իրանք էլ ենք ոնց որ իրանց էլ ենք ավելացնելու Արցախի բարբառը, դառնձին պետք է իր հետ աշխատել։ Այնտեղ ուղղակի տվյալների հաց կա Արցախի բարբառը շատ սակավալ է սոցիալ, նույնիսկ ինտերնետում շատ քիչ տեղեր կան, որ զուտ YouTube-ի վիդեոներ լինեն, որ ուղղակի Արցախի բարբառով են խոսում, հա։ Այդ դեպքում կարելի է ուղղակի արցախցիների հետ աշխատել, ես վստահ եմ իրենց մեջ կգտնվեն մարդիկ, ես ճանաչում եմ էլի, ես նույնիսկ կարող եմ այնպես կոնտակտներ էլ փոխանցել, ովքեր մեծ հաճույքով պատրաստ կլինեն, չգիտեմ, օրինակ կարդալ Արցախի բարբառով ու այդ ամբողջ ոնց որ տվյալները դուք հետո օգտագործեք։ Մենք հիմա հենց դրանով զբաղվում ենք, մի քանի բարբառներով արդեն զբաղվում ենք, մշոնել է մեջը մտնում, օրինակ։ Իսկ սասնա բարբառը։ Չէ։ Ես սասնից եմ էլի արմատներ։ Չնայած չգիտեմ սասնա բարբառը ամոթինց։
մենք իրականում այդ տեսանկյունից գրքասերի հետ ենք համագործակցում, կարող է լսել եք։ Իրանց հետ մենք ուզում ենք ոնց որ այդ բալբալները ինչ որ տեսանկյունից փակենք, հա, իրանք փորձում են տարբեր տեղերից տվյալ գտնենք, մենք փորձում ենք տարբեր տեղերից տվյալ գտնենք, հա, որովհետև այդ բալբալները ոնց որ մենակ մեր ուժերով շատ դժվար է լինելու գտնելը։ Հա, հաստատ։ Դրա համար եմ ասում ես տվյալներ կփոխանցեմ։ Շնորհակալ։ Որովհետև այդ շատ կարևոր գործ է իրականում։ Բարբառների պահպանությունը շատ կարևոր գործ է։ Իմ նյութն էլ էր էլի դրա մասին իրականում։ Գալով արդեն առողջապահական ոլորտ, որովհետև դուք ունեք նաև առողջապահության ոլորտում AI գործիք, որը վերլուծում է առողջապահական տվյալներ, ճիշտ եմ, չէ՞։ Ոնց եք համագործակցում բժիշկների հետ, որովհետև ես նկատել եմ իմ փորձով, որ առողջապահական ոլորտում բժիշկները շատ հաճախ ընդհանրապես չեն վստահում արհեստական բանականությանը ու շատ դժվար է իրանց բերել այդ համագործակցային ինչ-որ եզրերի։ Ոնց եք դուք հասել դրան։ Շատ դժվար։ Բժիշկները ունիկալ մարդիկ են։ Իրանց հետ մի քիչ դժվար է, իրանք վախում են տեխնոլոգիաներից։ Բայց արդեն այս նոր սերունդը որ եկել է, իրանք մի քիչ ավելի բաց են, ջահելները մի քիչ ավելի բաց են ու մենք փորձում ենք ավելի շատ դեպի երիտասարդների հետ աշխատել, իրանց հետ, որովհետև ապագան երիտասարդներինն է։ Հա, իրանց հետ եթե հիմա սկսենք աշխատել, կարող է մի 10 տարուց արդեն իրանք կուզենան օգտագործել այս ամեն ինչը։ Մենք հիմա իրականում զբաղվում ենք ESG-ների ավտոմատ մշակմամբ, հա, ոնց որ մարդը գալիս է, ESG-ն ոնց են հանում, հա, դնում են այդտեղ աները, հանում են ESG-ն ու սպասում են մինչև բժիշկը նայի, հա, ասի թե ինչ պաթոլոգիաներ ունի մարդը։ Մենք հիմա փորձում ենք այդ ավտոմատիզացնենք, բայց չենք ուզում փոխարինենք բժիշկի։ Մեր թիրախը փոխարինելը չի էլի։ Մենք ուզում ենք բժիշկին որպես օգնական այդպիսի գործիքներ առաջարկենք, որովհետև մենք նույնիսկ էքսպերիմենտներ ենք արել, բնականաբար չեմ ասի ում հետ ոնց, հա, բայց էքսպերիմենտներ ենք արել, որ բժիշկը եկել է, նայել է, EKG-ն հանել ենք, հա, ESG-ն հանել ենք, ինքը նայել է, ասել է ամեն ինչ լավ է։ Մեր գործիքը ասել է ինչ որ մի հատ բան կա, քանել լավ չի։ Պաթոլոգիայի, մի հատ պաթոլոգիա ասել է որ կա։ Բժիշկը մի հատ էլ նայեց, տեսա որ գործիքը ասեց, որոշեց ստուգի, նայեց, ասեց, բա, հա, ճիշտ է, բացեմ թողել։ Այստեղ ինչ որ մի հատ sense բացություն էր, հա, որ ես չեմ նկատել։ Ճիշտ է ասել։ Այսինքն մենք ուզում ենք ոնց որ մի քանի ձևով ինքը կարող է օգտակար լինել, օրինակ առաջինը շատ մարդիկ գալիս են, բժիշկների ռեսուրսը սահմանափակ է, շատ մարդիկ գալիս են, որոնք առողջ են, հա, որոշ օպերացիաների դեպքում, որոշ, չգիտեմ, ինչ որ զննումների դեպքում ESG-ն ուղղակի պարտադիր է, դրա համար պետքա նայվի։ Ուզենք չուզենք, հա, բայց այդ ռեսուրսը պահանջում բժիշկի, հա։ Դրա համար մենք ուզում ենք մի կողմից բոլոր առողջներին արագ ֆիլտրել, հա, եթե ինչ որ մի բան նկատում եք, մի հատ բժիշկը թող ստուգի։ Մենք չենք ասում, որ մենք 100%-ով ճիշտ ենք։ Մենք ուզում ենք ուղղակի արագ ֆիլտրենք։ Երկրորդը իհարկե բժիշկին օգնական, եթե ինքը հանկած կարող է ինչ-որ մի բան չտեսնել, որովհետև ամեն օր նստած է հարյուրավոր տասնյակ այդ նայում է, կարող է աչք ուղղակի չտեսնի մարդկային գործոն։ Հետո կարող է այնքան փոքր ինչ-որ բան լինի, որ իրոք մարդկային աչքով ոնց որ անձայն աչքով, մարդկային աչքով։ Երրորդն էլ, նայեք, այս գործիքի լավը ինչումն է, օրինակ մենք հաշվել ենք, որ մոտավորապես կարելի է վերցնել 50 հատ մեքենա, հա, շտապօգնության։ 50 հոգի վարորդ, 50 հոգի ֆելդշեր, որ կարող են ամբողջ Հայաստանը ծածկել մեր ծրագրով, օրինակ սկրինինգ անել։ Քշել տարբեր գյուղեր, տարբեր, չգիտեմ, քաղաքներ, որտեղ բժշկությունը կամ զարգացած չի, կամ ընդհանրապես որոշ գյուղերում մենակ ֆելդշեր է, հա, նստած, որը չի կարող ինչ-որ դիագնոզ տալ, հա, պաթոլոգիա չի կարող գուշակել։ Բայց մեր գործիքը կկարողանա արագ սկրինինգ անել ու ասել, որ մարդու մոտ ինչ-որ պաթոլոգիա կա,
Կամ չկա։ Հա, կամ չկա, ասել մատուն գնա բժիշկի մոտ էլի, միած ստուգվի։ Որովհետև Հայաստանում ստանոթային հիվանդությունները առաջին տեղում են այդ մահացության պատճառով են շատերը մահանում։ Իսկ այսպես կարելի է մոտավորապես 50-ից 60% դեպքերում կանխել, եթե նախորոք մենք իմանանք, որ մարդու մոտ շատ մեծ տոկոս է 50-ից 60%-ը։ Առողջապահության նախարարության հետ։ Հա, խոսում ենք իրանց հետ, էլի նախարարությունները մի քիչ շատ դանդաղ են։ Հա, մի քիչ շատ դանդաղ են։ Մի քիչ չափից դուրս։ Այս տեմպերն ու նախարարությունների տեմպերը ընդհանրապես իրար հետ չեն բռնում։ ՍԳ-ների մասով այդքան է ոնց որ։ Բայց մի բան հարցնեմ, էլի, կարող է նրանից հա, որ իրանք ուղղակի չեն պատկերացնում, թե այս ինչքան կարևոր է ու ինչքան կարա իրանք գործը հեշտացնի, իրականում չեն պատկերացնում, այսինքն պատկերացնում են, չեն գիտակցում, ավելի ճիշտ ասած ասեմ, սենց ձևակերպեմ, որովհետև ինձ հետ եղել են տենց դեպքեր, որ ասել եմ, պատկերացրել են, ես հասկանում եմ, որ այդ մարդը պատկերացնում է, ես ինչ նկատի ունեմ AI հետ կապված, բայց մինչև ոնց որ ուշ չի լինում, չեն գիտակցում, ես ինչ նկատի ունեի։ Ну, այս դեպքում ավելի շատ երևի ազդում է բժշկության կոնսերվատիվ լինելը, այդ բժշկական ոլորտի, իրանք շատ կոնսերվատիվ են։ Շատ։ Եկել ենք իրանց մոտ, ասել ենք, որ sense գործիք կա, դե ստացել ենք պատասխան, որ պետք է կլինիկական փորձարկումներ անենք, այդ կլինիկական փորձարկումները ինչքան՝ մի 2 տարի։ 2 տարի։ 2 տարին իրականում IT ոլորտի համար այդ շատ մեծ թիվ է, հա։ Մենք ուղղակի չենք պատկերացնում, որ այդպիսի բան կա։ Զարմացել էինք։ Զարմացել ենք, հա, բայց մեկը մենք պատրաստ ենք, եթե 2 տարի է պետք, օքեյ։ 2 տարի հետո մարդկանց փրկենք մեզ։ Բայց այդ գործընթացը սկսվել է, թեկուզ 2 տարի հետոյի։ Դեռ ոչ, բայց դեռ բանակցությունների մեջ ենք, քննարկումների մեջ ենք, դժվար է, բայց մեկ է ոնց որ շատ ես համարում որ 50-60%-ը շատ մեծ թիվ է, էլի, որ շատ մեծ թիվ է։ Կողք դնել ու ասել չէ դրանով չենք զբաղվում։ Գործիքը կա, ամեն ինչ կա, ուղղակի պետքա բոլորի հետ պայմանավորվել, կազմակերպել այդ ամեն ինչը։ Կազմակերպչական process-ը բավականին բարդ է, ընդհանրապես Հայաստանում առավել եւս։ Ու դրա պատճառով շատ բան է տուժում։ Ու այս ոլորտի զարգացումն էլի կազմակերպչական այդ կարողությունների բացի պատճառով հաճախ տուժում, հաճախ չէ, գրեթե միշտ տուժում է։ Դարանը այդ իմաստով։ Բայց կարողանում եք հիմա համագործակցել նոր սերնդի բժիշկների հետ ասած։ Այո, նոր սերնդի բժիշկները ավելի բաց են։ Մեկ է ունեն ինչ-որ կոնսերվատիվ բաներ։ Ոնց եք իրենց գտնում։ Ոնց եք իրենց բժշկական համալսարանը այնտեղից չգիտեմ այդ ինչ որ կապեր դե Հայաստանում ոնց է տրեյնինգներ իրենց հետ անում եք օրինակ բացատրելու թե ինչ գործիքներ են նայեք SG-ի համար օրինակ այնտեղ էլ չէ տվյալներ պետք այսինքն մենք վերցնում ենք այդ SG-ն 10 վայրկյանոց ու ամեն SG-ի համար մենք նշում ենք թե ինչ պաթոլոգիաներ ունի բնականաբար մի բժիշկը սխալվելու է հաստատ Երբ որ վերցնում ես 5 բժիշկ, այնտեղ արդեն սխալմունքը մի քիչ ավելի քիչ է, բայց մեկ кейսեր ունենք, երբ որ 5 բժիշկներ տարբեր պաթոլոգիաներ են դրել։ Նույնպես է։ 5 բժիշկներ սխալ են։ Չգիտենք սխալ են թե ճիշտ են։ Մենք տվյալները ոնց ենք հավաքում։ Մենք ասում ենք 5 բժշկի, դուք մի հատ ասեք, այստեղ ինչ եք տեսնում։ S։ Եթե իրանց մոտ համընկնում է 4-ի մոտ 5-ից կոնե։ Մենք ասում ենք, որ այդ տվյալը մենք վերցնում ենք։ Ուղղակի MPC кейսեր կան, երբ որ 5-ն էլ ասում են տարբեր բաներ։ Բայց այդտեղ տվյալների գաղտնիության հետ կապված խնդրի չենք հանգում։ Հանգում ենք։ Այդ հարցը մենք ոնց որ նայեք, մեր տվյալները մենք վերցնում ենք Հայաստանից մենք չենք վերցրել իրականում տվյալ։ Այս հետաքրքիր էր։ Հա, Հայաստանից չեն տվյալները տարբեր կլինիկաների հետ համագործակցություններով է եղել, հա, աշխարհում միջազգային, հա, ու լուծել ենք այդ հարցերը։ Ինչ որ ձևի ստացել ենք։ Իհարկե, ես ուզում եի հարցնել Հայաստանում, դե ոչ մի բան տես չունենք, հա։ Իհարկե պետք չի, այդ ամենը ընդհանրապես պետք չի ունենալ։ Հա։ Այսինքն, այտենց լուրջ խնդիրների բան գաղտնիության, անձնական տվյալների գաղտնիության պահպանման հետ կապված չեք հանգի։ Չէ։
նո լուծել ենք այդ հարցը, իհարկե կան ինչ-որ տենց խնդիրներ, բայց լուծել ենք այդ հարցերը, ստացել ենք դրա։ Մի հատ էլ հարց տամ Wave-ի deepfake-երի հետ կապված։ Ես deepfake-երը իմ չակերտավոր ամենասիրած թեման է, որովհետև շատ եմ վախենում deepfake-երից։ Արդյոք այդ գործիքը չի կարա օգտագործվի օրինակ deepfake ստեղծելու համար։ Ու ոնց եք աշխատում նվազեցնել այդ ռիսկերը։ Նայեք, առաջինը եթե sense բաց դնենք, իհարկե deepfake-երի համար կարող ենք օգտագործել։ Բայց առաջինը մենք մոնիտոր ենք անում, մարդիկ ինչ են, եթե տեքստից խոսքի հետ են, հա տեքստից խոսքը ավելի շատ կարա deepfake իհարկե գեներացնի։ Եթե դրա մասին եք խոսում, մենք նայում ենք թե մարդիկ հա ինչ են գեներացնում, եթե ինչ որ կասկածելի բան կա, ճիշտ ասած միջև հիմա չի եղել, ինչ որ տենց կասկածելի բան, որ մենք տեսնենք, որ այդ, չգիտեմ, ռոպագանդայի համար կամ ինչ-որ տես բանի համար է, հա, օգտագործում։ Ավելի sense նեյտրալ բաներ են անում մարդիկ, հա, բայց մենք մոնիտոր ենք անում ու մենք կբլոկավորենք ինչ-որ ձևով կսահմանափակենք, հա։ Արդեն ունեք տենց մեխանիզմներ, որ օրինակ սրա դեպքում էս կանենք, թե մտածում եք կլինի նոր մեխանիզմը։ Չէ, նայեք, այս պահին մենք իհարկե, քանի որ դեռ մասշտաբը այդքան մեծ չի, մենք կարողանում ենք ինչ-որ կիսա ձեռքով, հա, ինչ-որ տես կիսա ավտոմատ ձևով այդ ֆիլտրեր, բայց իհարկե երբ որ մեծանում ես արդեն ավտոմատ էլի հարստական բանականության մոդելներ ես օգտագործում, որ հսկես թե ինչն էր կասկածելի բան, ինչն էր adekvat նորմալ բան։ Ու ավտոմատ կարողանում ես ֆիլտրես։ Էլի օգտվում ենք արհեստական բանականությունից։ Մեր զրույցը երևի ավարտենք արհեստական բանականությամբ, այս ամբողջ ընթացքում արհեստական բանականությունը ոնց որ լսում էր մեզ, ու ձեզ հարց ունի, տեսնենք թե ինչա հարցնում։ Ձեր կարծիքով ինչ քայլեր են անհրաժեշտ Հայաստանում արհեստական բանականության ոլորտի հետագա զարգացման համար, թե ակադեմիական, թե արդյունաբերական տեսանկյունից։ Լավ, նայեք, Հայաստանում դե առաջինը ես կասեի, որ գիտության մեջ ավելի շատ գումարներ, ռեսուրսներ, ֆինանսներ, հա, պետք է ներդրվեն կառավարության կողմից, որովհետև մեկ անգամ եմ ասում, թմեր կան։ Երևանի թիմը կա, հա, որ մենք ենք, որ կանք, հա, ուրիշ տարբեր թմեր կան, որ զբաղվում են հայաստական բանականությունով տարբեր ոլորտներում։ Իրականում, քանի որ մենք արհեստական բանականություն ծրագրավորման ոնց որ ուղղություն է, հա, ստացվում է այնպես, որ ծրագրավորողների աշխատավարձ ինչ որ ոլորտում, հա, ինչ որ ֆիրմաներում շատ ավելի շատ է, քան եթե մարդը զբաղվում է գիտությունով ու մենակ գիտությունով։ Միանշանակ այդպես է։ Հայաստանում շատ ավելի վատ է գիտության վիճակը, ես այդ ամբողջը շատ լավ ներսից գիտեմ։ Իսկ արհեստական բանականությունը, որ արագ աճ ունենա, որ զարգանա ինչ որ երկրում, պետք է գիտությամբ զբաղվել, որովհետև ինչ որ գործիքներ վերցնել ուրիշ երկրներից օգտագործել այդ մի բան է, քոնը ստեղծելը ուրիշ բան, դու ինչ որ նոր գիտելիք ես ձեռք բերում, որը հետո կարող է բերի նենց բաների, որ ուրիշները չկարողացան սարքել, հա։ Գիտությունը դրանով է լավ, որ ինքը կարողանում է ստեղծել ինչ որ բան, որը դեռ գոյություն չուներ, հա։ Այդ երևի այսպեսին է։ Ձայնը ձեզ ծանոթ չէր։ Ծանոթ էր։ Կարող ասեք ում ձայններ։ Նայեք, մեր բոլոր ձայները լրիվ արհեստական է, ոչ մեկի ձայնն է։ Չէ, անունը նկատի ունեմ այդ ձայնի։ 5 անուններ ունեք, մեզ լսողների ու դիտողների համար, այսինքն մտածեն, թե ինչա խոսում է աղջիկը, մեզ լսողների ու դիտողների համար բացատրեմ էլի, Wave-ը ունի 5 տարբեր ձայներ, որոնց հնարավոր է տալ տեքստ ու իրենք կարդում են այդ տեքստի այդ ձայնով, այս ձայնը կարող եք գուշակել կհիշեք ումներ, 5 տարբեր ձայներ են, եթե չեմ սխալվում 3-ը տղա են, 2-ը աղջիկ։ Արեգի։ Չէ, Տիգրանի։ Չվանչացի։ Չճանաչեցի։ Կներանա Տիգրանը ձեզանից։ Ինձ իրականում մեջներից ամենաշատը Տիգրանի ձայնն է դուր գալիս, որովհետև ավելի, չգիտեմ, ավելի հստակ է կարողանում կարդալ։ Այդ իմաստով դրա համար օգտագործեցինք Տիգրանի ձայնը։ Ու ինձ ավելի շուտ այս էքսպերիմենտի մեջ հետաքրքիր էր ոչ թե այդ հարցը կամ հարցի պատասխանն է, այլ այն թե դուք կճանաչեք ձայնը, թե չէ։
Շնորհակալություն ձեզ ձեր ժամանակի, շնորհակալ։ հետաքրքիր, հավես ու բովանդակալից զրույցի համար։ Շնորհակալություն։ Հարգելի լսողներ եւ դիտողներ, այսքանով ավարտեցինք այսօրվա ոդքասթը, խոսեցինք խոսքից տեքստ, տեքստից խոսք փոխակերպող գործիքի, ինչպես նաեւ առողջապահության ոլորտում արհեստական բանականության կիրառության մասին։ Պարզեցինք, որ երիտասարդ բժիշկները ավելի հակված են տեխնոլոգիաների հետ աշխատելուն։ Դե իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին մեր հետագա հաղորդումները բաց չթողնելու համար։